Երբևէ հասել եք այն կետին, երբ պարզապես այլևս չեք կարող շարունակել, երբ յուրաքանչյուր քայլ անհնարին է թվում, յուրաքանչյուր շունչ դժվարությամբ է տրվում, իսկ հանձնվելու ցանկությունը ավելի բարձր է կոչվում, քան ցանկացած հույս։ Հոգնածությունը ոչ միայն ֆիզիկական վիճակ է, այն ներթափանցում է հոգու մեջ, խլում է խաղաղությունը և ստեղծում է այն զգացումը, որ Աստված չափազանց հեռու է, որպեսզի լսի ձեզ։ Բայց հենց այդ պահին, երբ ձեր ուժերը լիովին սպառվել են, Հիսուսի խոսքերը ձեռք են բերում փոխակերպող ուժ, որը ձեզ անհրաժեշտ է զգալ։ Անկախ նրանից, թե որքան երկար եք պայքարել, քանի անգամ եք փորձել ինքներդ ձեզ վեր կենալ, կամ որքան խորն է ձեր հոգնածությունը, կա մի ձայն, որը ծակում է ձեր հոգնածության լռությունը և ուղղակիորեն դիմում է ձեր հյուծված սրտին։ Մինչ շարունակենք, գրեք մեկնաբանություններում. Հիսուս, թարմացրու իմ ուժերը։ Այս հավատի հայտարարությունը ոչ միայն օգնում է ալիքին ավելի շատ մարդկանց հասնել, ովքեր կարիք ունեն այս պատգամի, այլև բացում է ձեր սիրտը ընդունելու այն, ինչ Աստված ուզում է այսօր ասել ձեզ։ Ավետարաններում կա մի պահ, երբ Հիսուսը դիմում է ձեզ հրավերով, որը հնչում է դարերի միջով և հասնում մինչև մեր օրերը։ Մատթեոսի ավետարանում 11-րդ գլխում 28-28 համարներում նա ասում է. «Գաք ինձ մոտ, բոլոր դժվար աշխատողներն ու ծանրաբեռնվածները, և ես կհանգստացնեմ ձեզ։ Արեք իմ լուծը ձեր վրա և սովորեք ինձնից, որովհետև ես հեզ եմ և խոնարհ սրտով, և կգտնեք հանգիստ ձեր հոգիների համար, որովհետև իմ լուծը հեշտ է և իմ բեռը թեթև է»։ Այս խոսքերը ասված չեն հոգևոր դատարկության մեջ։ Հիսուսը շրջապատված էր մարդկանց բազմությամբ, ովքեր կրում էին անկատար կրոնական սպասումների ծանր բեռ, համակարգեր, որոնք խոստանում էին կյանք, բայց բերում էին միայն հյուծում։ Հիսուսի հրավերը սկսվում է հզոր բառով՝ «Գաք»։ Սա ոչ թե իշխանական հրաման է, այլ կարեկցանքով լի կոչ։ Նա չի ասում ավելի շատ ջանք գործադրեք կամ ավելի ուժեղ եղեք, նա պարզապես ասում է «Գաք»։ Եվ ում է ուղղված այս հրավերը։ Բոլոր նրանց, ովքեր հոգնած են և ծանրաբեռնված։ Հունարեն բառը, որն այստեղ օգտագործվում է հոգնածության համար, փոխանցում է մարդու իմաստը, ով աշխատել է մինչև սպառում, ով սպառել է իր բոլոր ուժերը, ում այլևս ոչինչ տալու չի մնացել։ Սա աշխատող է, ով հասել է իր ֆիզիկական սահմանին, մայր, ով այլևս ուժ չի գտնում ևս մեկ օրվա համար, մարդ, ով այնքան երկար է պայքարել, որ մոռացել է, թե ինչ է նշանակում չհոգնել։ Ուշադրություն դարձրեք, որ Հիսուսը չի փոքրացնում այդ վիճակը։ Նա չի ասում, որ դուք հոգնած եք, քանի որ թույլ եք կամ քանի որ բավարար հավատ չունեք։ Նա ընդունում է ձեր հոգնածության իրականությունը և առաջարկում է կոնկրետ բան՝ թեթևացում։ Մարդկային կյանքի ճանապարհը իսկապես ծանր է։ Պատասխանատվություն կրելը, կորուստների հետ առճակատվելը, հիասթափություններ ապրելը, սահմանափակումների հետ պայքարելը ամեն ինչ հոգնեցնող է։ Եվ երբ այդ բեռին ավելանում են սեփական սպասումները, հասարակության ճնշումը և նույնիսկ կրոնական չափանիշները, որոնք անհասանելի են թվում, բեռը դառնում է անտանելի։ Հիսուսին դիմելը, երբ ձեր ուժերը լիովին սպառվել են, տարբերվում է աշխարհի առաջարկած ցանկացած լուծումից։ Խոսքը ոչ թե ինքնօգնության մեթոդների որոնման կամ ներսում թաքնված ուժերի բացահայտման մասին է։ Խոսքը գնում է այն ընդունելու մասին, որ դուք հասել եք ձեր հնարավորությունների սահմանին, և ձեզ անհրաժեշտ է ինչ-որ մեկը, ով ձեզանից դուրս է։ Խոսքը գնում է ինքնաբավության կեղծիքից հրաժարվելու և դաժան ճշմարտությունը ընդունելու մասին։ Ես չեմ կարող դա անել մենակ։ Եվ այդ ընդունումը, որքան էլ ցավոտ լինի, առաջին քայլն է դեպի այն, ինչ առաջարկում է Հիսուսը։ Այնուհետև Հիսուսը խոսում է իր լուծի մասին։ Այդ ժամանակաշրջանի գյուղատնտեսական մշակույթում լուծը փայտե կտոր էր, որը դնում էին եզերի ուսերին, որպեսզի նրանք կարողանան քարշ տալ սայլակ կամ հավ։ Դա աշխատանքի, ծանրության, պատասխանատվության խորհրդանիշ էր։ Բայց Հիսուսը զարմանալի հայտարարություն է անում. իր լուծը և իր բերը հեշտ են։ Ինչպես է դա հնարավոր։ Տարբերությունը կայանում է նրանում, թե ով է ձեր կողքին և կրում է բեռի մեծ մասը։ Երբ դուք ընդունում եք Քրիստոսի լուծը, դուք մենակ չեք դրա տակ, նա ձեզ հետ է, և ըստ էության նա է կրում բեռի մեծ մասը։ Աշխարհը ձեր ուսերին է դնում բեռ, որը պահանջում է կատարյալություն, չի տալիս խաղաղություն, չափում է ձեր արժեքը ձեր արդարողականությամբ։ Այդ բեռը ցավ է պատճառում, հետքեր է թողնում, կոտրում է։ Քրիստոսի բեռը բոլորովին այլ է։ Նա հրավիրում է ձեզ սովորել իրենից, հեզ և խոնարհ սրտով։ Հիսուսի հեզությունը թուլություն չէ, դա վերահսկվող ուժ է։ Դա Աստծո ուժն է, որը դրսևորվում է հեզությամբ։ Եվ նա, լինելով Աստված մարմնով, ընտրել է խոնարհությունը։ Նա հասկանում է ձեր թուլությունը, որովհետև ինքը փորձել է մարդկային հոգնածություն։ Նա գիտի, թե ինչ է հյուծումը, որովհետև քայլել է Գալիլեայի փոշոտ ճանապարհներով, աշխատել է որպես հյուս, զգացել է քաղց, ծարավ և հյուծում։ Երբ Հիսուսը ասում է, որ դուք կգտնեք հանգիստ ձեր հոգիների համար, նա խոսում է շատ ավելի մեծ բանի մասին, քան պարզապես լավ գիշերային քուն։
Դա հանգիստ է ձեր էության ամենախոր մակարդակում։ Դա խաղաղություն է փոթորքի մեջ։ Դա կարողանալը դադարեցնել պայքարը բոլորի եւ ամեն ինչի հետ, այդ թվում ինքներդ ձեզ հետ։ Դա գիտակցությունն է, որ ձեր արժեքը ոչ թե նրանում է, թե ինչ կարող եք անել, այլ նրանում, թե ում համար եք, նրա համար։ Դա ազատություն է լինել անկատար, բայց սիրված, սխալվել, բայց ընդունված լինել, կոտրված լինել, բայց արժեքավոր։ Հիսուսի առաջարկած հանգիստը կտրուկ տարբերվում է նրանից, ինչ աշխարհը անվանում է հանգիստ։ Աշխարհն ասում է. հանգստացիր, երբ ամեն ինչ ավարտված է, արձակուրդ վերցրու, երբ արժանի ես դրան, հանգստացիր, երբ բավականաչափ արել ես։ Բայց այդպիսի հանգիստը երբեք չի գալիս, որովհետև միշտ կա ևս մեկ գործ, ևս մեկ նպատակ, ևս մեկ առաջադրանք, որ պետք է կատարել։ Սա պայմանական հանգիստ է, որը կախված է հանգամանքներից, իսկ հանգամանքները հազվադեպ են բարենպաստ։ Հիսուսն առաջարկում է անվերապահ հանգիստ, որը չի կախված նրանից, թե լուծվել են արդյոք ձեր բոլոր խնդիրները կամ հասել եք արդյոք ձեր բոլոր նպատակներին։ Սա հանգիստ է, որը կարելի է զգալ խառնաշփոթի մեջ, դժվարությունների ներկայությամբ, նույնիսկ երբ շուրջը ոչինչ չի փոխվել։ Սուրբ Գիրքը լի է օրինակներով մարդկանց, ովքեր հասել են իրենց ուժերի սահմանին եւ հենց այնտեղ են հանդիպել Աստծուն։ Եղիան, հզոր մարգարե, ով դիմակայել է թագավորներին եւ կրակ է կանչել երկնքից, հասել է այնպիսի խորհյուցման, որ խնդրել է մահ։ Առաջին թագավորաց գրքում 19-րդ գլխում մենք տեսնում ենք, թե ինչպես Եղիան, փախչելով Եզաբելից, պառկում է մոխրի ծառի տակ եւ ասում է. «Բավական է, Տեր, վերցրու հիմա իմ կյանքը»։ Նա ֆիզիկապես, էմոցիոնալ եւ հոգեվորապես հյուծված էր։ Եվ ինչպես արձագանքեց Աստված։ Ոչ թե հանդիմանքով նրա թուլության համար, ոչ թե պահանջներով վեր կենալու եւ ուժեղ լինելու։ Աստված հրեշտակ ուղարկեց, կերակրելու եւ քնելու տալու համար։ Աստված հոգ տարավ Եղիայի հիմնական կարիքների մասին նախքան խոսելը։ Հանգստանալուց եւ սնվելուց հետո ուժեր հավաքելով Եղիան գնաց Հորեբ լեռը, որտեղ Աստված խոսեց նրա հետ ոչ ուժեղ քամով, ոչ երկրաշարժով, ոչ կրակով, այլ հազիվ լսելի նուրբ ձայնով։ Դավիթը, ում անվանում են Աստծո սրտով մարդ, բազմիցս արտահայտել է իր հոգնածությունը Սաղմոսներում։ 69-րդ Սաղմոսում նա բացականչում է. «Հոգնել եմ կանչելուց, չորացել է կոկորդս, աչքերս խավարել են սպասելով իմ Աստծուն»։ 14-րդում. «Իմ ձայնով կանչում եմ Տիրոջը, իմ ձայնով աղաչում եմ Տիրոջը, հյուծվում եմ, ազատիր ինձ իմ հետապնդողներից»։ Դավիթը չի թաքցրել իր թուլությունը, նա չի ձևացրել, թե ամեն ինչ կարգին է, երբ կոտրված էր։ Եվ հենց այդ անողոք ազնվության մեջ նա գտավ Աստծուն։ Նրա խոսքերը չեն ջնջվել Սուրբ Գրքից, դրանք պահպանվել են, որպեսզի դուք իմանաք, որ հոգնածությունը թույլատրելի է, որ թույլատրելի է ընդունել, որ այլևս չես կարողանում դիմանալ։ Նույնիսկ Պետրոսը, իմպուլսիվ եւ ինքնավստահ աշակերտը, անցել է կործանարար հյուծման միջով։ 3 անգամ Հիսուսից հրաժարվելուց հետո, երբ իր հավատարմության երթումները փլուզվել են իր թուլության առջև, Պետրոսը վերադարձել է ձգնորսության։ Նա վերադարձել է նրան, ինչ գիտեր, որովհետև այլևս չգիտեր, թե ինչպես շարունակել։ Եվ հենց այնտեղ Գալիլեայի ծովի ափին Հիսուսը գտավ նրան ոչ թե մեղադրանքներով, այլ նախաճաշի հրավերով։ Հիսուսը հոգ տարավ Պետրոսի մասին, կերակրեց նրան, ապա վերականգնեց նրա ուժերը պարզ հարցով, որը կրկնվեց 3 անգամ։ Սիրում ես ինձ։ Պետրոսի թարմացումը սկսվեց ոչ թե նրանից, որ նա սկսեց ավելի շատ ջանք գործադրել, այլ նրանից, որ նա ընդունեց Քրիստոսի հոգատարությունը։ Հոգու հանգիստը, որը խոստանում է Հիսուսը, ունի իմաստ, որը գերազանցում է քնի կամ արձակուրդի շրջանակները։ Այստեղ օգտագործված հունարեն «փսիխի» բառը նշանակում է ձեր ներքին էությունը, ձեր էմոցիոնալ եւ հոգեվոր կյանքի կենտրոնը։ Սա այն տեղն է, որտեղ բնակվում են ձեր ամենախոր անհանգստությունները, ձեր չասված վախերը, ձեր թաքնված վերքերը։ Երբ Հիսուսը ասում է, որ դուք կգտնեք հանգիստ ձեր հոգու համար, նա խոստանում է խաղաղություն այնտեղ, որտեղ անհանգստությունը թվում է մշտական։ Նա առաջարկում է բուժում այնտեղ, որտեղ ցավը դարձել է սովորական։ Նա բերում է լռություն այնտեղ, որտեղ ներքին աղմուկը երբեք չի դադարում։ Բայց ինչպես գտնել այդ հանգիստը, երբ հանգամանքները չեն փոխվում, երբ խնդիրները մնում են, երբ պարտականությունները չեն նվազում, երբ ճնշումը չի թուլանում։ Պատասխանը թաքնված է այն հասկանալու մեջ, որ Քրիստոսի խաղաղությունը ոչ թե դժվարությունների բացակայությունն է, այլ նրա ներկայությունը դրանց մեջ։ Դա նման է նավի վրա փոթորքի ժամանակ։ Ալիքները դեռ խփում են, քամին դեռ փչում է, բայց կա խարիսկ, որը պահում է քեզ տեղում։ Հիսուսն այդ խարիսկն է։ Հովհաննեսի ավետարանում 14-րդ գլխում 27-րդ համարում նա ասում է. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ։ Ոչ այնպես, ինչպես աշխարհն է տալիս, ես եմ տալիս ձեզ։ Ձեր սիրտը թող չխռովվի եւ թող չվախենա»։
Խաղաղությունը, որ նա առաջարկում է, չի կախված հանգիստ ջրերից, այն գոյություն ունի փոթորքի դեմ։ Թարմացումը, որ գալիս է Աստծո ներկայությունից, նման չէ որևէ այլ վերականգնման ձևի։ Խոսքը ոչ միայն ֆիզիկական էներգիայի կամ մտքի պարզության վերականգնման մասին է, թեև դա էլ կարող է լինել գործընթացի մաս։ Խոսքը գնում է կյանքի աղբյուրի հետ վերամիավորման մասին։ Պատկերացրեք մարող բույս։ Դուք կարող եք փորձել խրախուսել այն ոգևորիչ խոսքերով, կարող եք փոխպատվաստել ավելի գեղեցիկ կացայի մեջ, կարող եք դնել այլտեղ, բայց ոչինչ չաշխատի, եթե չջրեք այն։ Բույսին ջուր է պետք, որովհետև հենց այնն է սնում նրա արմատները եւ թույլ է տալիս կյանքին կրկին հոսել։ Ձեզ պետք է Հիսուսը, նույն կերպ։ Բոլոր ռազմավարությունները, բոլոր արտաքին փոփոխությունները, բոլոր ինքնակատարելագործման փորձերը ձախողվելու են, եթե դուք չսնվեք նրա ներկայությամբ, ով ինքն է կյանքի աղբյուրը։ Հովհաննեսի ավետարանի 15-րդ գլխում Հիսուսն ասում է. «Ես եմ որդատունկը, դուք ճյուղերը, ով մնա իմ մեջ եւ ես նրա մեջ, նա շատ պտուղ կտա, ինձ առանց ոչինչ չեք կարող անել»։ Իսկական հանգիստը գալիս է նրա հետ մշտական կապից, նրա կյանքին թույլ տալուց հոսել ձեր միջով։ Երբ դուք գտնվում եք ամենացածր կետում, երբ խավարը թվում է բացարձակ, իսկ առաջընթացի ճանապարհը անտեսանելի, կան Հիսուսի հատուկ խոսքեր, որոնք գործում են որպես լույս, որը ծագում է խավարը։ Սրանք դատարկ մոտիվացիոն արտահայտություններ կամ կրոնական կլիշեներ չեն։ Սրանք հայտարարություններ են լցված աստվածային ուժով, ասված նրա կողմից, ով հաղթել է մահը եւ իշխանություն ունի ձեր կյանքի բոլոր հանգամանքների վրա։ Հովհաննեսի ավետարանի 14-րդ գլխի առաջին համարում Հիսուսն ասում է. «Ձեր սիրտը թող չխռովվի»։ Այս խոսքերը նա ասաց աշակերտներին խաչվելուց առաջ գիշերը, ճշգրիտ իմանալով, թե ինչ է սպասվում նրանց։ Նրանց սպասվում էր իրենց կյանքի ամենամութ գիշերը, տեսնել, թե ինչպես են ձերբակալում, տանջում եւ սպանում իրենց ուսուցչին։ Ամեն ինչ, ինչին նրանք հավատում էին, ցնցվելու էր հիմքից, եւ այնուամենայնիվ Հիսուսն ասում է նրանց, որ չխռովվեն։ Ինչպես է դա հնարավոր։ Նա շարունակում է. «Հավատացեք Աստծուն, հավատացեք նաեւ ինձ»։ Հանգիստ սրտի հիմքը ոչ թե անհանգստության պատճառների բացակայությունն է, այլ նրա ներկայությունը, ում կարելի է վստահել, ով ավելի մեծ է բոլոր այդ պատճառներից։ Հետագայում նույն գլխում 27-րդ համարում Հիսուսը հաստատում է. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ոչ այնպես ինչպես աշխարհն է տալիս, ես եմ տալիս ձեզ, ձեր սիրտը թող չխռովվի եւ թող չվախենա»։ Քրիստոսի խաղաղությունը նման չէ աշխարհի առաջարկած խաղաղությանը։ Աշխարհի խաղաղությունն ասում է. «Խնդիրներ չկան, ուստի խաղաղություն ունեցեք»։ Քրիստոսի խաղաղությունն ասում է. «Կան հսկայական խնդիրներ, բայց այնուամենայնիվ խաղաղություն ունեցեք, որովհետև ես ավելի մեծ եմ»։ Սա խաղաղություն է, որը մարտահրավեր է նետում տրամաբանությանը, որը իմաստ չունի օտարների համար, բայց որը պահպանում է ձեզ, երբ ամեն ինչ շուրջը փլուզվում է։ Պողոսը դիմելով Փիլիպեցիներին 4-րդ գլխի 7-րդ համարում այս խաղաղությունը անվանում է Աստծո խաղաղություն, որը գերազանցում է ամեն իմացություն։ Այն պահպանում է ձեր սիրտն ու միտքը Քրիստոս Հիսուսի մեջ։ Հովհաննեսի ավետարանի 16-րդ գլխի 30-րդ համարում Հիսուսը առավելագույն ազնվությամբ խոսում է այս աշխարհում կյանքի իրականության մասին։ Այս աշխարհում դուք ցավ կունենաք։ Նա չի գեղեցկացնում իրականությունը, չի ձևացնում, թե նրա հետևելը ամեն ինչ հեշտ կդարձնի։ Ցավերը անխուսափելի են, փորձությունները երաշխավորված են, տառապանքները մարդկային փորձի մաս են, բայց նա չի կանգնում դրանով։ Ֆրազը շարունակվում է. «Բայց քաջ եղեք, ես հաղթել եմ աշխարհին»։ Քաջ եղեք բառը կրում է վստահելի քաջության իմաստ։ Սա ոչ կուրորեն օպտիմիզմ է, ոչ էլ պարտադրված դրական մտածողություն։ Սա քաջություն է հիմնված արդեն ստացված հաղթանակի վրա։ Հիսուսը հաղթել է աշխարհին, հաղթել է մեղքին, հաղթել է մահվանը։ Եվ քանի որ նա հաղթել է, դուք կարող եք վստահ լինել, որ ոչինչ, ինչի հետ դուք առճակատվում եք, ավելի ուժեղ չէ նրանից, ոչինչ չափազանց դժվար չէ նրա համար, ոչինչ նրա վերահսկողությունից դուրս չէ։ Երբ Հիսուսը պատրաստվում էր երկինք բարձրանալ, նա թողեց իր աշակերտներին խոստում, որը հնչում է ձեր հոգում նաև այսօր։ Մատթեոսի ավետարանի 28-րդ գլխի 20-րդ համարում նա ասում է. «Եվ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը»։ Ոչ միայն լավ օրերին, ոչ միայն երբ դուք ուժեղ եք, ոչ միայն երբ ամեն ինչ տրամաբանական է թվում, ամեն օր։ Այն օրերին, երբ դժվարությամբ եք վեր կենում անկողնուց, այն օրերին, երբ արցունքները չեն դադարում։ Այն օրերին, երբ ամեն ինչի մեջ կասկածում եք։ Այն օրերին, երբ թվում է, թե հույսը մեռել է, Հիսուսը ձեզ հետ է։ Նրա ներկայությունը չի կախված ձեր ուժից կամ ձեր կատարյալ հավատից։ Նա այնտեղ է, որովհետև խոստացել է, եւ նա չի խախտում խոստումները։ Կա նաև հզոր խոսք, որը Քրիստոսն ասաց առաքյալ Պողոսի միջոցով։ Կորինթացիներին 2-րդ նամակի 12-րդ գլխի 9-րդ համարում, երբ Պողոսը աղաչում էր Աստծուն հեռացնել իր մարմնի փշը, այնինչ տանջում էր նրան, նա ստացավ պատասխան.
Իմ շնորհը բավական է քեզ համար, որովհետև իմ զորությունը կատարյալ է դառնում թուլության մեջ։ Սա լիովին շրջում է մարդկային տրամաբանությունը։ Մենք մտածում ենք, որ Աստված կարող է օգտագործել մեզ միայն, երբ մենք ուժեղ ենք, երբ ամեն ինչ վերահսկողության տակ է, երբ մենք ընդունակ ենք։ Բայց Աստված ասում է, որ հենց թուլության մեջ է նրա զորությունը ամենահստակ դրսևորվում։ Հենց երբ ոչինչ չի մնացել, Քրիստոսի բավարարությունը ամենապայծառ է փայլում։ Պողոսը եզրակացնում է. «Ուստի ես ավելի մեծ ուրախությամբ կպարծենամ իմ թուլություններով, որպեսզի Քրիստոսի զորությունը բնակվի իմ վրա»։ Այս խոսքերը շատ գործնականորեն կիրառելի են ձեր այսօրվա դժվարությունների համար, երբ պայքարում եք անհանգստության հետ, որը խլում է ձեր քունն ու խաղաղությունը, ձեր սիրտը թող չխռովվի։ Սա ավելին է, քան պատվիրան, սա խոստում է, որ գոյություն ունի խաղաղություն, որը կարող է հանգստացնել ներքին փոթորիկը։ Երբ առճակացում եք հանգամանքների հետ, որոնք անհաղթահարելի են թվում, ես հաղթել եմ աշխարհին, հիշեցնում է ձեզ, որ վերջնական արդյունքն արդեն որոշված է եւ դուք հաղթողների կողմում եք։ Երբ մենակությունը սեղմում է ձեր ձեռքը եւ դուք զգում եք, որ բոլորից լքված եք, ես ձեզ հետ եմ ամեն օր, սա վկայություն է, որ դուք երբեք իսկապես մենակ չեք։ Երբ ձեր սահմանափակումները գոչում են եւ ձեր անկատարությունը ակնհայտ է, իմ շնորհը բավական է քեզ համար։ Սա բացահայտում է, որ ձեզ պետք չէ բավականաչափ լավ լինել, որովհետեւ նա բավականաչափ լավ է։ Քրիստոնեական հավատի հիմքում ընկած է պարադոքս, որը շփոթեցնում է բնական միտքը, բայց ազատում է հոգնած հոգին։ Դու ամենաուժեղն ես, երբ գիտակցում ես քո թուլությունը։ Աստծո արքայության տրամաբանությունը գործում է աշխարհի տրամաբանության լիակատար հակառակ Աշխարհը քարոզում է ինքնաբավություն, անկախություն, անձնական ուժ։ Պատգամը պարզ է. պետք է բավականաչափ ուժեղ լինել ամեն ինչի հետ գլուխ հանելու համար, բավականաչափ խելացի, ցանկացած խնդիր լուծելու համար, բավականաչափ դիմացկուն, ցանկացած ընկնելուց հետո մենակ վեր կենալու համար։ Եվ երբ անխուսափելիորեն պարզվում է, որ դուք չեք կարողանում լինել այդ ամենը, երբ դրսևորվում է մարդկային թուլությունը, աշխարհը դա տեսնում է որպես ձախողում։ Քրիստոսը սովորեցնում է բոլորովին այլ բան։ Նա ոչ միայն թույլ է տալիս ձեզ ընդունել ձեր թուլությունը, նա հրավիրում է ձեզ դրան։ Նա ստեղծում է տարածք, որտեղ դուք կարող եք ազնվորեն խոսել ձեր սահմանափակումների մասին առանց ամոթի, որտեղ կարող եք ընդունել, որ չեք կարող անել դա, առանց վախենալու մերժվելուց։ Իսկական հոգևոր ուժը չի գալիս ձեր թուլությունը ժխտելուց կամ այն կամքի ուժով հաղթահարելուց։ Այն օրերին, երբ ամեն ինչի մեջ կասկածում եք, այն օրերին, երբ թվում է, թե հույսը մեռել է, Հիսուսը ձեզ հետ է։ Նրա ներկայությունը չի կախված ձեր ուժից կամ ձեր կատայալ հավատից։ Նա այնտեղ է, որովհետև խոստացել է, եւ նա չի խախտում խոստումները։ Կա նաև հզոր խոսք, որը Քրիստոսն ասաց առաքյալ Պողոսի միջոցով, Կորինթացիներին 2-րդ նամակի 12-րդ գլխի 9-րդ համարում, երբ Պողոսը աղաչում էր Աստծուն հեռացնել իր մարմնի փշը, այնինչ տանջում էր նրան, նա ստացավ պատասխան. «Իմ շնորհը բավական է քեզ համար, որովհետև իմ զորությունը կատարյալ է դառնում թուլության մեջ»։ Սա լիովին շրջում է մարդկային տրամաբանությունը։ Մենք մտածում ենք, որ Աստված կարող է օգտագործել մեզ միայն երբ մենք ուժեղ ենք, երբ ամեն ինչ վերահսկողության տակ է, երբ մենք ընդունակ ենք։ Բայց Աստված ասում է, որ հենց թուլության մեջ է նրա զորությունը ամենահստակ դրսևորվում։ Հենց երբ ոչինչ չի մնացել, Քրիստոսի բավարարությունը ամենապայծառ է փայլում։ Պողոսը եզրակացնում է. «Ուստի ես ավելի մեծ ուրախությամբ կպարծենամ իմ թուլություններով, որպեսզի Քրիստոսի զորությունը բնակվի իմ վրա»։ Այս խոսքերը շատ գործնականորեն կիրառելի են ձեր այսօրվա դժվարությունների համար։ Երբ պայքարում եք անհանգստության հետ, որը խլում է ձեր քունն ու խաղաղությունը, ձեր սիրտը թող չխռովվի։ Սա ավելին է, քան պատվիրան։ Սա խոստում է, որ գոյություն ունի խաղաղություն, որը կարող է հանգստացնել ներքին փոթորիկը։ Երբ առճակատվում եք հանգամանքների հետ, որոնք անհաղթահարելի են թվում, ես հաղթել եմ աշխարհին, հիշեցնում է ձեզ, որ վերջնական արդյունքն արդեն որոշված է, եւ դուք հաղթողների կողմում եք։ Երբ մենակությունը սեղմում է ձեր ձեռքը եւ դուք զգում եք, որ բոլորից լքված եք, ես ձեզ հետ եմ ամեն օր։ Սա վկայություն է, որ դուք երբեք իսկապես մենակ չեք։ Երբ ձեր սահմանափակումները գոչում են եւ ձեր անկատարությունը ակնհայտ է, իմ շնորհը բավական է քեզ համար։ Սա բացահայտում է, որ ձեզ պետք չէ բավականաչափ լավ լինել, որովհետև նա բավականաչափ լավ է։ Քրիստոնեական հավատի հիմքում ընկած է պարադոքս, որը շփոթեցնում է բնական միտքը, բայց ազատում է հոգնած հոգին։ Դու ամենաուժեղն ես, երբ գիտակցում ես քո թուլությունը։ Աստծո արքայության տրամաբանությունը գործում է աշխարհի տրամաբանության լիակատար հակառակությամբ։ Աշխարհը քարոզում է ինքնաբավություն, անկախություն, անձնական ուժ։ Պատգամը պարզ է. պետք է բավականաչափ ուժեղ լինել ամեն ինչի հետ գլուխ հանելու համար, բավականաչափ խելացի, ցանկացած խնդիր լուծելու համար, բավականաչափ դիմացկուն, ցանկացած ընկնելուց հետո մենակ վեր կանալու համար։ Եվ երբ անխուսափելիորեն պարզվում է, որ դուք չեք կարողանում լինել այդ ամենը, երբ դրսևորվում է մարդկային թուլությունը, աշխարհը դա տեսնում է որպես ձախողում։ Քրիստոսը սովորեցնում է բոլորովին այլ բան։
Նա ոչ միայն թույլ է տալիս ձեզ ընդունել ձեր թուլությունը, նա հրավիրում է ձեզ դրան։ Նա ստեղծում է տարածք, որտեղ դուք կարող եք ազնվորեն խոսել ձեր սահմանափակումների մասին առանց ամոթի, որտեղ կարող եք ընդունել, որ չեք կարող անել դա առանց վախենալու մերժվելուց։ Իսկական հոգևոր ուժը չի գալիս ձեր թուլությունը շղթելուց կամ այն կամքի ուժով հաղթահարելուց։ Այն գալիս է նրանից, որ դուք ձեր թուլությունը բերում եք Աստծուն եւ թույլ եք տալիս, որ նա ուժեղ լինի ձեր միջոցով։ Սա ձեր անբավարար ուժի փոխանակումն է նրա անսահմանափակ զորության հետ։ Եսայի մարգարեի գրքի 40-րդ գլխում 28-31-րդ համարներում այս իրականությունը ներկայացված է շատ պատկերավոր։ Մարգարեն գրում է. «Չեք գիտեք, չեք լսել, Տեր Աստվածն է հավիտենականը, երկրի ծայրերի արարիչը։ Նա չի հոգնում եւ չի հյուծվում, եւ նրա խելքը ոչ ոք չի կարող հասկանալ։ Նա ուժ է տալիս հոգնածներին եւ բազմապատկում է թույլերի զորությունը։ Եվ երիտասարդները հոգնում են ու հյուծվում, եւ երիտասարդ տղամարդիկ սայթաքում են ու ընկնում, բայց նրանք, ովքեր հույս են դնում Տիրոջ վրա, կթարմացնեն իրենց ուժը։ Նրանք կթռչեն թևերով, ինչպես արծվավները։ Նրանք կվազեն եւ չեն հոգնի, նրանք կքայլեն եւ չեն թուլանա»։ Ուշադրություն դարձրեք առաջընթացին։ Նույնիսկ երիտասարդները, ովքեր մարմնավորում են էներգիան եւ ուժը, հոգնում են։ Նույնիսկ ուժեղ երիտասարդները ընկնում են։ Մարդկային ուժը որքան էլ տպավորիչ լինի, սահման ունի։ Մենք բոլորս ի վերջո հասնում ենք այդ սահմանին, բայց կա մեկ այլ կատեգորիա մարդկանց՝ նրանք, ովքեր հույս են դնում Տիրոջ վրա։ Այստեղ թարգմանված սպասել եբրայերեն բառը չի նշանակում пассивություն։ Սա պարզապես նստելը եւ ոչինչ չանելը չէ։ Սա ակտիվ սպասում է, վստահ կախվածություն, Աստծուն ուղված անշարժ հայացք, երբ դուք գիտակցում եք ձեր բացարձակ կարիքը նրա մեջ։ Սա երեխայի դիրքորոշումն է, ով գիտի, որ չի կարող մենակ լուծել խնդիրը, եւ հետո դիմում է հորը, ով կարող է։ Ինչ է տեղի ունենում նրանց հետ, ովքեր հույս են դնում Տիրոջ վրա։ Նրանց ուժը թարմանում է։ Խոսքը ոչ թե նրանց մեջ թաքնված ուժ գտնելու մասին է։ Խոսքը գնում է արտաքին եւ անverջ աղբյուրից ուժ ստանալու մասին։ Դա նման է մարդկոցը սպառված սարքը էլեկտրական աղբյուրին միացնելուն։ Էներգիան գալիս է ոչ թե սարքից, այլ դրսից։ Բայց հենց որ կապը հաստատվում է, էներգիան հոսում է եւ այնինչ մեռած էր կրկին կյանքի է գալիս։ Ձեզ ուժ արտադրել պետք չէ, ձեզ պետք է միանալ նրան, ով ամբողջ զորության աղբյուրն է։ Ժամանակակից հասարակությունը կառուցել է ինքնաբավարարության խորան։ Վաղ տարիքից մեզ սովորեցնում են, որ ուրիշներից կախված լինելը թուլություն է։ Օգնություն խնդրելը, ծախողում ընդունելը, ինչ որ մեկի կարիքն ունենալը ամոթալի է։ Այս մտածելակերպը ներթափանցել է նույնիսկ շատ քրիստոնեական շրջանակներ, որտեղ կա թաքնված ճնշում, ամեն ինչ հասկանալու, միշտ կարգին լինելու, ցույց տալու, որ հավատը քեզ անպարտելի է դարձրել։ Բայց սա աստվածաշնչյան քրիստոնեություն չէ։ Սա հպարտություն է հագցված կրոնական հագուստի մեջ։ Իսկական քրիստոնեական հավատը սկսվում է կախվածության արմատական ընդունումից։ Դուք Աստծուն անհրաժեշտ եք, անհուսալիորեն, լիովին, անդադար։ Եվ սա թուլություն չէ, սա ճշմարտություն է։ Պայքարից հրաժարվելու եւ Աստծո մեջ հանգստանալու միջև տարբերությունը կարևոր է։ Պայքարից հրաժարվելը հույսի կորուստ է։ Ամեն ինչից հրաժարվելը եւ հուսահատության մեջ ընկնելը պարտության ընդունում է եւ այն ընդունելը, որ ելք չկա։ Աստծո մեջ հանգիստը նույնպես պայքարից հրաժարվել է, բայց հուսահատության անդունդ ընկնելու փոխարեն դուք հայտնվում եք սիրող հորի գրկում։ Սա նշանակում է ես չեմ կարող, բայց դու կարող ես։ Ես չգիտեմ թե ինչ անել, բայց դու գիտես։ Ուժ չունեմ, բայց դու ունես։ Բեռը ձեր ուսերից տեղափոխելը նրա ուսերին, ով կարող է այն գրես։ Սա հավատ է, որ երբ դադարում եք պայքարել ձեր սեփական ուժերով, Աստված կարող է սկսել գործել այնպես, ինչպես դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել։ Սուրբ Գիրքը լի է վկայություններով թուլության մեջ դրսևորվող զորության մասին։ Մովսեսը կոպիտ լեզու ուներ եւ վատ էր խոսում, բայց Աստված օգտագործեց նրան հակառակվելու փարավոնին եւ ազատելու ժողովրդին։ Գեդիոնը համարում էր իրեն ընտանիքի ամենաաննշան անդամը, բայց Աստված նրան անվանեց քաջարի մարտիկ, եւ նրա միջոցով Աստված հաղթեց անթիվ բանակին ընդամենը 300 մարդով։ Ձարեփաթի այրին ունել միայն մի բուռ ալյուր եւ մի քիչ յուղ, բավական վերջին ճաշի համար մահից առաջ։ Բայց երբ նա առաջարկեց այն, ինչ ուներ, Աստված բազմապատկեց այն եւ պահպանեց նրան, նրա որդուն եւ մարգարե Եղիային երկարատև սովի ժամանակ։ Պետրոսը 3 անգամ հրաժարվեց Հիսուսից եւ մտածում էր, որ կործանել է իր ապագան, բայց Հիսուսը վերականգնեց նրան եւ նա դարձավ վաղ եկեղեցու հիմնաքարը։ Օրինաչափությունը ակնհայտ է։ Աստված փնտրում է ոչ թե նրանց, ում մոտ ամեն ինչ վերահսկողության տակ է։ Նա փնտրում է նրանց, ովքեր գիտակցում են, որ իրենց մոտ ոչինչ վերահսկողության տակ չէ եւ որ իրենց նա է պետք։ Նա չի ընտրում հարմարներին եւ չի օգտագործում նրանց։ Նա ընտրում է անհարմարներին, ապա նրանց օժտում է անհրաժեշտ որակներով իր ներկայությամբ եւ զորությամբ։
Ձեր թուլությունը խոչընդոտ չէ։ Այն ձեզ դնում է հենց այնտեղ, որտեղ Աստված կարող է հզոր կերպով գործել ձեր միջոցով։ Հյուծումը, որ դուք զգում եք ձեր պատմության ավարտը չէ։ Հաճախ հենց այս խոր թուլության պահերին Աստված պատրաստում է ինչ-որ նոր բան, ավելի խոր, քան երբևէ ապրել եք։ Երբ ձեր սեփական ուժերը սպառվում են, երբ ձեր ռեսուրսները սպառվում են, երբ հասնում եք ձեր հնարավորությունների բացարձակ սահմանին, հենց այդ ժամանակ դուք կարող եք ճանաչել Հիսուսին այնպես, ինչպես երբեք չեն կարող ճանաչել ուժեղ եւ ինքնավավ մարդիկ։ Նրանք կարող են իմանալ նրա մասին, ունենալ ճիշտ տեղեկատվություն, կարող են մեջբերել համարներ։ Բայց դուք ձեր թուլության եւ հուսահատ կարիքի վիճակում կարող եք ապրել նրան որպես փրկիչ, օգնական, զորություն եւ ապաստան, այնպես որ մտավոր գիտելիքները վերածվեն իրական կյանքի։ Հիսուսի 2000 տարի առաջ ասած խոսքերը չեն կորցրել իրենց ուժը։ Գաք ինձ մոտ բոլոր դժվար աշխատողներն ու ծանրաբեռնվածները։ Սա ոչ թե արդիականությունը կորցրած առաջարկ է։ Իմ շնորհը բավական է քեզ համար։ Սա ոչ թե հնացած խոստում է։ Ես ձեզ հետ եմ ամեն օր։ Սա ոչ թե չեղարկված երաշխիք է։ Այս խոսքերը հաղթահարում են ժամանակն ու տարածությունը եւ հասնում են ձեզ հիմա, այս պահին, ամբողջ երկնային ուժով։ Սա պարզապես տեղեկատվություն չէ, որը պետք է պահել մտքում։ Սա ուժ է, որը կարող է փոխակերպել ձեր իրականությունը։ Երբ ձեր ուժերը սպառվել են, մի փորձեք դրանք հորինել։ Մի ձևացրեք, թե ամեն ինչ կարգին է, երբ կոտրված եք։ Մի թաքցրեք ձեր հոգնածությունը ձգված ժպիտների կամ դատարկ հավատի հայտարարությունների հետևում։ Գաք այնպիսին, ինչպիսին կաք, հոգնած, թույլ, հյուծված, ոչինչ առաջարկելու անկարող։ Գաք դատարկ ձեռքերով եւ ծանր սրտով։ Գաք ձեր բոլոր տեսանելի թերություններով եւ բոլոր սահմանափակումներով, որոնք այդպես բարձրաձայն գոչում են, եւ լսեք, թե ինչ է ուզում Հիսուսն ասել ձեզ։ Քեզ այստեղ սպասում են։ Հիմա կարող ես հանգստանալ։ Ես կկրեմ այն, ինչ դու այլևս չես կարող կրել։ Իմ զորությունը բավական է մեզ երկուսիս համար։ Նույն Հիսուսը, ով խոսքով հանգստացրեց փոթորիկները, ով հարություն տվեց մերյալներին, ով ջուրը վերածեց գինու, ով հաղթեց հենց մահվանը, նույն Հիսուսն է խոսում ձեզ հետ այսօր, եւ նրա ձայնը դեռևս ունի ուժ բարձրացնելու ընկածներին, թարմացնելու հոգնածներին, վերականգնելու նրանց, ովքեր կորցրել են իրենց բոլոր ուժերը։ Ձեզ պետք չէ ուժ փնտրել ձեր մեջ, ձեզ պետք է միայն բացել ձեր սիրտը ընդունելու այն ուժը, որ նա առաջարկում է, եւ երբ դա անեք, կհայտնաբերեք, որ ձեր ուժի ավարտը նրա ուժի սկիզբն է միայն։